Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ավարտվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պետական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Պեկինի միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևի պատվին պատվոպահակախումբ է շարվել։ Նախագահ Իլհամ Ալիևին եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիևային ճանապարհել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտոնական անձինք։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Պեկինում հարցազրույց է տվել China Global Television Network հեռուստաալիքին։ Այս մասին տեղեկությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն խիստ քննադատության է ենթարկել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կողմնակալության եւ Հայաստանի կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների անտեսման համար։ Կանադայի ազգային շահերը առաջնահերթ համարելու եւ միջազգային ասպարեզում հեղինակությունը պահպանելու փոխարեն Կանադայի Հայդատի հանձնախմբի շահերի պաշտպանությանը մասնակցելը լուրջ հարցեր է առաջացնում արտաքին գործերի նախարարի դերի համար անհրաժեշտ դատողության եւ գիտակցության վերաբերյալ, ասել է Հաջիզադեն։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչի, Ջոլին դեռևս չի ճանաչել 1 միլիոնից ավելի ադրբեջանցիների տառապանքները, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, կոտորածների եւ մշակութային ցեղասպանության Հայաստանի կողմից։ Հաջիզադեն նաև անդրադարձավ այս ասացվածքին, ինչպես ճշգրիտ է ասվում, կողմնակալությունը ստվերի նման է, այն մթագնում է միտքը։ Նա կանադացի նախարարին հիշեցրեց փաստերին հենվելու կարևորության մասին։ Մի փոքր հիշեցում, միշտ հենվեք փաստերի վրա, այլ ոչ թե հայկական սփյուռքի կեղծ պատմությունների վրա, հավելեց Այխան Հաջիզադեն։ Թուրքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորցված կյանքերի ցավը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պոլսո հայոց պատրիարքին եւ հայ համայնքին հղած իր ուղերձում, փոխանցում է Թուրքիայում լույս տեսնող Ժամանակ թերթը։ Իր ուղերձում Էրդողանը նշում է. անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան եւ ապագան։ Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող ամուր կապերը, պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին, ասել է Թուրքիայի առաջնորդը։ Մենք կտրականապես մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի եւ միջազգային իրավունքի խախտումներով արված հայտարարությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը։ Նման փորձերը, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն օգտագործել անցյալի ցավերը քաղաքական դրդապատճառներով, բացարձակապես առ-ոչինչ են։ Թուրքիան միշտ հանդես է եկել համաշխարհային մակարդակով եւ իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման եւ ընդհանուր բարգավաճման խթանման կողմնակից։ Այս ըմբռնումով Թուրքիան բացել է իր արխիվները եւ առաջարկել է ստեղծել պատմական համատեղ հանձնաժողով 1915 թվականի իրադարձությունների արդարացի եւ գիտական քննության համար։ Մենք շեշտում ենք, որ արմատական շրջանակների պատմությունից թշնամություն քաշելու ջանքերը չպետք է խրախուսվեն եւ կրկնում ենք մեր կոչը աջակցելու Թուրքիայի եւ Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացին, ասվում է հրապարակման մեջ։ Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները մեկնել են Թուրքիա, Մարմարիս քաղաքում նախատեսված զորավարժություններին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ղազախստանը անկեղծ զգացմունքներ է տածում Ադրբեջանի հանդեպ, որի հետ կիսում է հնագույն Կասպից ծովի ափերը։ Այս մասին նախագահ Կասիմ Ջոմարտ Տոկաևը հայտարարել է Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի 34-րդ նստաշրջանում։ Խաղաղությունն ու կայունությունը ճակատագրի կողմից մեզ տրված նվեր չեն,
Սա մեր միասնության եւ մեր ընդհանուր անխոչ ջանքերի արդյունքն է։ Անցյալ տարի մենք կրկին համոզվեցինք դրանում, երբ ինքնաթիռի վթար տեղի ունեցավ Ակտաուի մերձակայքում։ Մեր քաղաքացիները շտապեցին օգնել տուժածներին։ Նրանք հերթ էին կանգնել արյուն հանձնելու համար։ Նրանք ծաղիկներ են դրել Ադրբեջանի դեսպանատան մոտ։ Ամբողջ աշխարհը հիացած էր մեր ժողովրդի միասնությամբ եւ անձնվիրությամբ, նշել է Տոկաևը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@arm.mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@arm.mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։